Միջազգային լրահոսից ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին Իրանում սկիզբառած ցույցերը չեն դադարում, զոհերի և ձերբակալությունների թիվը աճում է, ցուցարարները 5-րդ օրն անընդմեջ դուրս են գալիս փողոց։ Պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հունվարի 1-ին հաղորդել են ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով առնվազն 7 զոհերի և տասնյակ վիրավորների մասին։ Կառավարության հետ կապված լրատվական գործակալությունները դրանում մեղադրել են ապստամբներին։ Տեսնիմի հաղորդմամբ մայրաքաղաք Թեհրանում առնվազն 30 մարդ է ձերբակալվել, հասարակական կարգը խախտելու համար Իրանի իշխանությունները չեն հաստատել այս հաղորդումները։ Նախագահ Մասուդ Փեզեքշյանը հայտարարել էր, որ ընդունում է իրանցիների օրինական պահանջները, միևնույն ժամանակ կոչ արել կառավարությանն միջոցներ ձեռնարկել տնտեսական դժվարությունները մեղմելու համար։ Սակայն անվտանգության ուժերը խոստացել են կոշտ դիրքորոշում որդեգրել ցուցարարների և նրանց նկատմամբ, ովքեր իրավիճակը օգտագործում են քաոս ստեղծելու համար։ Կառավարությունը համբերությամբ կլսի ժողովրդին, նույնիսկ եթե հնչեն կոշտ քննադատություններ։ Մենք հավատում ենք, որ մեր ժողովուրդը բավականաչափ համբերատար է, և երբ նրանց ձայնը բարձրանում է, նշանակում է, որ ճնշումը մեծ է։ Կառավարության պարտականությունն է լսել այդ ձայնը և օգնել հասնելու ընդհանուր փոխըմբռնման, հասարակության մեջ առկա խնդիրները լուծելու համար։ Ժողովուրդը դժգոհ է, մենք ենք մեղավոր, դուք եք մեղավոր։ Մեղավորներ մի փնտրեք Ամերիկայում կամ չգիտեմ որևէ այլ տեղ։ Մենք ենք, որ պետք է ծառայենք ժողովրդին, և ժողովուրդը պետք է մեզնից գոհ լինի։ Մենք ենք, որ պետք է ճիշտ կառավարենք մեր ռեսուրսները։ Մենք ենք, որ պետք է ճանապարհ գտնենք և լուծենք այս խնդիրները։ Մենք ենք, որ պետք է ջանք գործադրենք և նրանց համար լուծումներ գտնենք։